Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդը լիակատար համերաշխություն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի ամբողջ քրիստոնեական համայնքին։ Նշվում է, որ վերջին շրջանում Հայաստանում ձերբակալվել են 4 կղերականներ՝ Միքայել arczepiskopos Աջապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը եւ Գարեգին քահանա Արսենյանը։ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ մյուս հոգևորականները գտնվում են նախնական կալանքի տակ։ Այս զարգացումները խորը հիասթափություն եւ ցավ են առաջացրել Ավստրիայի եւ ամբողջ աշխարհի քրիստոնյա հավատացյալների շրջանում։ Բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները ակնհայտորեն մարտահրավեր են կրոնական ազատություններին։ Նման արարքները միջամտություն են եկեղեցու ազատությանը եւ ընկալվում են որպես հարձակում կրոնական համայնքի վրա։ Մենք աղոթքով եւ եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի եւ եղբայրների կողքին եւ Աստծուց խնդրում ենք մխիթարություն եւ իմաստություն այս դժվարին ժամանակներում, ասված է Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարության մեջ։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը խստորեն դատապարտել է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները, հայտնում է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ մի քանի ամիս առաջ նա հրապարակային կերպով դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները, անընդունելի որակելով այդ երևույթը եւ պահանջել դադարեցնել այս գործընթացը։ Արամ առաջին կաթողիկոսի համոզմամբ ազգային եւ պետական բարձրագույն շահերը պահանջում են, որ պետությունը եւ եկեղեցին որպես ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներ ունենան փոխադարձ հարգանքի եւ համագործակցության վրա հիմնված ամուր հարաբերություններ։ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն հայտարարություն է տարածել, նշելով, որ հայրենիքում տեղի ունեցած ծրագրված հարձակում է ոչ միայն հայ եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի, նրա ինքնության եւ ազգային նկարագրի վրա։ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն հորդորում է հայ առաքելական եկեղեցու 2 կաթողիկոսների սերտ համագործակցությամբ եւ իրեն շուրջ համախմբված ժողովրդի անմնացորդ աջակցությամբ հայ եկեղեցին պաշտպանել ամեն տեսակ քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող եւ նսեմացնող ներքին եւ արտաքին ոտձգություններից։ Ականատես լինելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ Հայաստանի Հանրապետության իշխանությունների սանձազերծած հարձակումները եւ հալածանքները, հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն բացարձակապես անընդունելի է համարում այդ գործողությունները եւ կոչ է անում մեր ժողովրդին կանգնել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կողքին 2 կաթողիկոսների սերտ համագործակցությամբ եւ պահպանել միակ մնացած ազգային կառույցը մայր հայրենիքում։
Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան տարանցիկ բեռների համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նկատի ունենալով Ղազախստանից Հայաստան ուղարկված հացահատիկը։ Կարծում եմ, սա ևս լավ օրինակ է այն բանի, որ խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում, ասել է Ալիևը։ Ալիևը նաև հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչև 2028 թվականի ավարտը։ Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության բոլոր աշխատանքները կավարտվեն 2026 թվականի կեսերին, հույս հայտնելով, որ մյուս երկրները նույնպես մեծ արագությամբ ամեն ինչ կիրականացնեն և այդ դեպքում երկար սպասված Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ 2028 թվականի վերջում, հավելել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Բաքվի ռազմական դատարանում շինծու գործով մեղադրվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից։ Վարդանյանը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատավարության ընդհանուր ընթացքից։ Վարդանյանը դեռ հունվարի 16-ին իր ուղերձում նշել էր, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել բացի իր անուն ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին և թարգմանչին ենթարկել են բազմաթիվ ճնշումների։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող էին վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյան ծննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.artzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։